Դատախազը ձեր հետևից է գալու Անիֆի գործով, արդյոք իրավական նման գործընթաց եւ ասում են այս գործընթացները պայմանավորված են առաջիկա քաղաքացիական պայմանագրի վարչության ընտրություններով, ուզում են ձեզ եւ ձեր թիմակիցներին չեզոքացնել։ Ես կարդացել եմ ձեր թերթի հոդվածը եւ ձեր թերթը չէր։ Էական չի, որևէ մի թերթի հոդված եւ եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցենք, կարծում եմ շատ սխալ տեղում կլինեին։ Բայց իրավական գործընթաց չկա ամեն դեպքում նման դատախազության հետ կապված ձեր Ոչ, այսինքն իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա եւ չի կարող լինել։ Դուք Փաշինյանի հետ ինչ հարաբերություններ ունեք, պարոն Ավինյան։ Մտերիմ։ Պարոն Ավինյան, ինչու Սարիկ Մինասյանը չհաղթեց Գյումրիում, որովհետև դուք էլ օրինակ հանդիպել էիք իր հետ, ինչ խորհուրդներ էիք տվել, ինչ աջակցություն էիք ցուցաբերել, ինչպես նաև ընտրությունների օրը ձեզ չտեսանք Գյումրիում նրա շտաբում։ Գիտեք, ես կարծում եմ, որ ամենաբարձր տոկոսը հավաքած ուժը եւ տեխնացուն պետք է նախ արձանագրենք, որ Սարիկ Մինասյանն էր, կրկնակից ավել անգամ ձայն հավաքած տեխնացու էր, երկրորդ տեղի համեմատած, եւ իրականում պարլամենտական երկրում ընդհանուր այն տենդենսը, որ մենք սկսում ենք տեսնել, կարծում եմ հաճախ ենք սկսելու տեսնել տարբեր ընտրությունների ժամանակ, որովհետեւ շատ բնական է, որ պարլամենտական երկրում մի ուժ միանձնյա 50 եւ ավել տոկոսը չի հավաքում, կարծում եմ մենք ընտրել ենք պարլամենտարիզմի ճանապարհը եւ ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ եւ շատ արդյունքներ նմանատիպ են լինելու։ Բայց նա էլ ձեզպես հայտարարում էր 50% հավաքելու է, բայց տեսանք չկարողացավ։ Գիտեք, նախընտրական շրջանում շատ տարբեր հայտարարություններ են տեղի ունենում, տարբեր բաների ուժերի կողմից եւ եթե հիշում եք մեր Երևան քաղաքի հավաքանու ընտրությունների ժամանակ տարբեր վարչական ռեսուրսների չարաշահման արդեն համարյա թե հասել էին ընդդիմադիր գործընկերները ընտրակեղծարարության մասին հայտարարություններին, հետո տեղի ունեցան ընտրությունները, փաստերը տեսանք, որ բացարձակապես իրականությանը չէին համապատասխանում եւ հետեւաբար նախընտրական շրջանում արված շատ հայտարարությունների այդպես շատ լուրջ չպետք չի վերաբերվել։ Նվազել է, որտեղ դուք չեք կարողանում արդեն միանձնի իշխանություն ձևավորել։ Իդեպ նույնը կրկնվեց նաև Երևանի պարագայում։ Գիտեք, ես նորից եմ ասում, մենք մեր քաղաքական ուժը 2018 թվականից մի հստակ ճանապարհ է որդեգրել եւ մի ուղի է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր դարձնելու։ Մենք անկախ նրանից, թե որ ընտրությունում քանի տոկոս ձայն ենք հավաքում, մենք այդ ճանապարհից չենք շեղվում։ Եվ միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք ընդհանուր առմամբ եւ փարակարում եղավ։ Այո, այդպիսի բաներ եւ ոչ միայն փարակարում 2018-ին էլ ա եղել 2000 կներեք 2000 Ալավերդին, Վանաձորը, Գիտեք, դե գիտեք դա էլ ձեր մեկնաբանությունն է, չէ, դե եկեք նայենք տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում տեղ ունեցած ընտրություններ, որոնցում հաղթել են այլ տեխնացուներ, շատ նորմալ պաշտոնավարում են, աշխատում են նաև կառավարության հետ, նախարարության հետ, այսինքն մենք ի սկզբանե 2018 թվականից մենք այդ ճանապարհն ենք ընտրել եւ 2018 թվականից սկսած ունեցել ենք նման դեպքեր, երբ որ մեր ուժը կամ մեր ուժի տեխնացուն տարբեր համայնքներում չի դարձել համայնքի ղեկավար ընտրություններում մեկ այլ տեխնացու է դարձել եւ ըստ կարծում եմ շատ նորմալ պրակտիկա է։ Շնորհակալ։ Պարոն Ավինյան, ինչու է ծառերի սպանդ իրականացում #դրա հետ։